Ինչ ասում հայկական ասույթը, ասում է, որ լեզվի տակ փուշ չկա, ոչ էլ ոսկոր կա։ Մանավանդ սրանք, որ Ռուսաստանի սեգմենտն են, որոնց դուք համառորեն անվանում եք ընդդիմություն, որոնք իրականում ընդդիմություն չեն, ռևանշիստներ են, տապալված քրյա օլիգարխիկ ուրեմն սեգմենտն է ռուսական հովանավորությամբ, այն մեկը նույնիսկ բելարուսականը գումարած, որոնք գրողում են իշխանության վրա իշխանությունը վերցնելու համար եւ այդ իմաստով Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել իշխանափոխություն եւ վերջ Ռուսաստան սա է ուզում հիմա մնացածը մեկնաբանության հարց է ես որ չհաղթած ուրեմն չպարտված բայց չհաղթած նաեւ կուսակցության ղեկավար եմ տվյալ բարակ եմ կարող եմ ասել ինչ եմ այդպես ասում ես առաջի օրվանից ասել եմ ընտրությունները եղել են լեգալ, իրենք այդ բառը չգիտեն, լեգալ են եւ ընտրությունները լեգիտիմ են, որովհետեւ եթե չլներ լեգիտիմ, հաջորդ օրը ապստամբական օջախներ պիտի առաջանային Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում, հատկապես օպերա, որտեղ սովորեն քաղաքական թատրոնի Ես իրենց առաջարկում եմ քաղաքական թատրոնը տեղափոխել Ազատության հրապարակ Դուք հիշում եք այն շարժումը, որ սկսվեց ժողովուրդը օպերային հրապարակը անվանեց Ազատության հրապարակ, շատ արագ Մոսկվայի գիտությամբ վերածվեց թատերական հրապարակի, երբ թատրոնը բեմականացնում է մինչև օրս, այդ ճանապարհին վարի գնալով Արցախը, գագեբեշնիկների մասին հայ, հիշում եք այսպիսի մի բան, մի դեպք ասեմ, ուրեմն միտինգին սպասում ենք, այն ժամանակ Հայաստանը հավաքվում էր, Եվ միտինգի բացումը հələ Ղարաբաղ կոմիտե չկար, իշքան հիշում եմ, բայց վստահաբար հիշողները շատ կլինեն։ Ուրեմն ինչ եղավ, ասում էին, ուշանում են Իգոր Մուրադյանը, որը շատ մեծ հեղինակություն ուներ, պիտի խոսեր, բայց ձգվում էր։ Մեկը միամտաբարդ է դիտավորել, հայտարարեց, որ մի քիչ սպասեք, Իգորը գալիս է Մարիուս Յուզվաշյանի մոտ է։ Ով էր Մարիուս Յուզվաշյանը։ Դա սովետական միության KGB-ի գեներալ էր հայկական մասնաճյուղում, ճիշտ է։ Այ ասում եմ, Իգոր Մուրադյանը, ես է գկա Մարիուս Յուզվաշյանի մոտ է գնացել, հարց կա, այո հարց կա։ Հիմա մնացած արդեն, էլ ինչ ասեմ, տխմարություն կլինի, եթե այս բաներ բացատրեմ եւ դեմագոգիա կլինի, եթե մեկը ինձ հակադրի չհաստատելով սա։ Դա փաստ եմ ասում։ KGB-ն էր կառավարում միտինգները։ KGB-ն մինչև հիմա կառավարում է այս բոլորը։ Իհարկե հիմա վիճակը վատացել է եւ այլն, իհարկե ես Իգորի հանդեպ ունեմ խորը հարգանք։ Մանավանդ նրա գործունեության վերջի շրջանում եւ ռուսական խարդավանքի ամբողջ հմայք ինքն իր վրա զգաց։ Եւ եզակի ռուսախոս էր, որ հասկացավ ինչ է Ռուսաստանը եւ ռուս մշակույթը այդ բարագայում։ Հիմա բայց հիմա այստեղ կան։ Հիմա սրանք ինչ են ասում, որն է իրենց ֆունկցիան։ Ոչ ֆունկցիան Հայաստան ապակայում պահելն է։ Հիմա այդ Սամվել կոչված ես մինչև հիմա համոզված չեմ։ Կամավոր եկել, ուղարկել են, կարող է կամավոր բանով եկել էլի այդ հարգադրանքով, որտեղ դա շատ լավ է, որտեղ ուղարկել են եւ այլն։ Հիմա մնացած դեսպես ինչ պետք է ասեին իրենք։ Ինչ պետք է ասեին։ Եթե այդպես է այդ կուսակցություններն ինչու չեն ապստամբվել, երկու օր անցել, չէ՞։ Ապստամբված մտիլներին, էս ինչ կատարվեց։ Մանավանդ Զարուկյան Գագիկի հետևորդները, այս այդտեղ եկատվություն կա, որ ավտոմատավորները շրջափակել են առանձնատուն։ Այդ ամեն անգամ այդ ավտոմատավորները խել շրջափակում, այդ իրենց բաները, տեղյակները։ Եվ առասարակ հարց է գալիս, չէ՞։ Այդ ազգային հարստության այդպիսի ստացվածները որտեղից որոշ մարդկանց ընտանիքների մոտ։ Որտեղից։ Այս հարցը պետք է լուծվի կամ չէ։ Հիմա ուզում եմ ասել նա վերադառնանք Նիկոլ Փաշինյանին չասես, սյադուտ վսե որոշեց, չէ, եւ ասեց Չէ, եւ նա ասում են ինչ է, հապա ինքը պետության քաղաքական կենտրոնի ղեկավարն է եւ վարչապետն ինքը պետք է որոշի։ Ինքը պետք է որոշի, այո, արդարադատության ճանապարհով, այո, այո։ Այդ դեպքում որտեղ է մնում այդ կառույցների անկախինելը։ Դատաիրավական համակարգը կառավարվում է պետության կողմից ըստ օրենսդրության, սահմանադրությամբ, որի պատասխանատու, որ աշխատի վարչապետն է, կառավարությունն է այս պարագայում, ազգային ժողովն է,
Կարող է առանց դրայի աշխատում, Ամերիկայում հենց այնպես աշխատում է, հա։ Թրամփը ուրեմն Ամերիկայում այդ Պարսից ծոց եւ այն ոնց է լինում։ Ստալինը հարձակվեց աշխարհի վրա, այդ ոնց է լինում, որոշումով չէր լինում, իրենք չէին կառավարում։ Պետք է ասենք, սրանք երկրորդական հարցեր են, այդ ուղղակի Հայաստանում սա իրենք ինք իրեն են սեփականությունը ստացել, հա։ Սա հենց այդ հայտարարության սկիզբն է այսօրվա Ես չգիտեմ, դա իհարկե իրեն կարող է ասել, դա ես վարչապետի չգիտեմ մտադրություն եւ այլն, ես ասում եմ process է, քաղաքական process ուր է գնում։ Հիմա այս բարակայում գլխավոր հարցը այստեղ է։ Ուժը Հայաստանը մտնում է խորհրդարան։ Հիմա բայց դա չի կարևորը։ Կարևորը վատը ինչ եղավ, դա չեղավ։ Վատը այն եղավ, որ ուրեմն այդ մարդը շփոթում է հզոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան, այս մեկին չէ, ուժեղ Հայաստան, վաղը թույլ Հայաստան, հիվանդ Հայաստան, առողջ Հայաստան։ Այս ուժեղ Հայաստանը ուղղակի վատն է, որ ուղիղ Մոսկվայի ենթակայության կառույց է։ Մոսկվան մտել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Եթե պետություն ուժեղ լիներ, ինձ թվում է, որ նույնիսկ այս ազգային ժողով կարձակեին։ Օտար պետությունը մտել է խորհրդարան։ Իր քաղաքացիով։ Ինքը երբ քաղաքացի չի, ինքը ռուսական օլիգարխիայի դեմքերից մեկն է։ Հայ օլիգարխի ազգանունը որ հայ է ինչ Միկոյանն էլ էր հայ գալիս էր այստեղ սպանդ սարկում գնում էր Մոսկվայի կարգադրությամբ եւ հաջուկով էր սարկում հասկանում եք ոնց է ուզում եմ ասել այսպես է հարցը դրա համար Եվ նրա ռազմավարությունը որն է լինելու որը ապակայունացնել Հայաստանը եւ սկսել են վարկապեկել իշխանությունը պետությունը պետականությունը ամեն ինչը վարկապեկել իբր թե մեծ հեղինակություն կա մեր ժողովուրդն էլ խելագարվում էր այդ անկախ պետականության համար ժամանակին եւ այլն հիմա է որ այսպես գրկել է անկախությունը Եվ այսպես վարկապեկել ամեն ինչ եւ նրանց ովքեր պահում են այդ քաղաքական կուրսը։ Բարձր որ այստեղ առաջինը վարչապետն է։ Պարոն Շիրինյան, եթե պետք է մանդատները վերցնեին, այդ դեպքում սահմանադրական դատարան դիմելու այդ ինչու դիմեցին։ Ուրեմն որում չվստահելով այդ կառույցներին խոսելով դրա մասին։ Մտան, եթե լիներ ասեին օքեյ, կասեին աշխարհում այս սահմանադրական դատարանի նման դատարան չկա։ Բայց քանի որ չեն ասել օքեյ, ուրիշ բան է նշանակել, հիմա կվարկապեկեն այդ ինստիտուտը գերում են։ Այնտեղ արդեն նազիր-վեզիրներ կան Հայաստանում, այդ երբ է սահմանադրական դատարանով իշխանափոխություն եղել, որ հիմա այս տկետներին հարցնում եմ, իսկ սահմանադրական դատարանի իշխանափոխության համար է լինում։ Սահմանադրական դատարանը լինում է սահմանադրական կարգը սահմանադրականությունը եւ այլն պահելու համար նկատի ունեք սահմանադրական դատարանը օբյեկտիվ անաչառ որոշում կայացրեց 100%-անոց օբյեկտիվ անաչառ բան է այդպիսի ընդրություն ինչպիսին եղել է ես եմ տեսել ուրեմն բայց այնտեղ այդքան էլ մի հաջող բան չի եղել այն ընդրությունը որ եղել է ես ինչ որ տեսել եմ եւ կուսակցական իմ ընկերները նաեւ միջավայրը գիտեք եւ այլն այս բոլորը ասում են որ Հայաստանում եղել է եւ լեգալ իշխանություն, այսինքն օրենքով եղել, խախտում չի եղել, լեգալ եւ լեգիտիմ, դա երկու մաս ունի, մենակ մի մասով դուք հրաշալի պատկերացնում եք դա, լեգալությունն ապահովված է, իրենք լեգալության վրա են խաղում, որտեղ է, որ հետո լեգիտիմության վրա բլեվ ցեղ շպրտեն, Գիտեք իշկա, ես ինչ գյուղում, ես ինչ արել, անողը դուք եք, ձեր ռեժիմն է, և նույնիսկ ասեմ, եթե չի եղել նորմալ ընտրություն, գողապետությունն է մեղավոր, մենք պետք է փակագծերը բացենք այս հաղորդման մեջ, Հայաստանում կա, ինչպես աշխարհի շատ երկրներում, երկու պետություն, երկու իշխանություն, մեկը ստվերն է, Հիշում եք Դեմիրճյանի ժամանակին չէին ասում էին հոյետ եղածը չի, որ երևում է, տակից ուրիշ կառավարողներ կան, և դա իրականություն է, ինչն է, դա deep state-ն է, դա խորքի պետությունն է, որը մեր մոտ գողապետություն է, մակարդակի ցածրության, տգիտության, եղածի ապերոյականության, հիշում եք բանի ժամանակ, Դեմիրճյանի շրջանում ապերոն որպես հատուկ դասակարգ, դաս, ցեխավիկի մյուս տեսակը,
որը միշտ հարց լուծողներ, քարտուղարների եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այսպես եւ ըստ էության, եթե մենք ասենք Հայաստանի գողապետական կառույցը deep state ապստանվեց պետականության դեմ, ինչը եղավ վատը։ Նախ լավը եղավ այն, որ վարչապետի իշխանությունը մնաց։ Տեսեք, ես չհաղթողն եմ։ Ճիշտ է, որ մնացել է, բայց ո՞րն է վատը, որ 49% եղավ, անկախ այն բանից, թե խորհրդարանում թվերն ինչպես բաժանվեցին, սա տեխնիկական հարց է, տակտիկայի համար է եւ ուրեմն ձեռնտու, որ այդ բայց իրականության մեջ հայ հասարակությունը կիսվել է։ Հիմա այն մեկին ինչ փողով է տվել, ինչով է տվել եւ այլն, այս բոլորը բան չի։ Այսինքն Հայաստանում անկախ պետականությունը պահվել է 50 մոտավորապես տոկոսի տոկուն աշխատանքի եւ համառության շնորհիվ եւ այն վիճակի, որի արդյունքով մենք ցան չստացանք, երբ որ հրեշը գալիս է, այս բանաձևը զանգված լցվեց եւ քվեարկեց քաղաքացիական ուրեմն պայմանագրի օգտին հանուն վարչապետի։ Այնտեղ էլ էստեղ խնդիր կա վարչապետ իր համակիրներով, որոնց մեջ մտնում է տվյալ բարագայում ուրեմն այն օժանդակ կամ հեղափոխության աջակից ուժերի քվեն, մենք այդ իմաստով ներկա ենք քվեի մեջ, ովքեր որ գնացել են, որոնց չենք դիմադրել, մեր եւ մյուսը որ քաղաքացիական պայմանագրինն է, դա իրենցն է, այնպես որ այդ դեմոկրատական ճամբարին համախմբվեց եւ վարչապետի իշխանությունը, գործադիր իշխանությունը պահեց, բայց ինչ եղավ, այ մյուս սեգմենտը, որը հստակ երկու բան ունի, մեկը Տիզբոն, մայրաքաղաքայինն է, մոսկովյան հատվածն է, ուժեղ Հայաստան, սա մոսկովյանն է, սա Հայաստանի հետ կապ չունի, ես վստահ եմ, որ այստեղ կոպիրկինը ոչ մի իրավունք չունի դեսպանը սրանց հետ հարաբերվելու, ու չեմ ասում ֆիզիկապես չհարաբերվի, սա Կիրիենկոն իր հաստատությունով է, այս է աղետալին, որ եղավ Հայաստանում, իսկ մյուսը գավառականն է, որը մնաց են Հայաստան դաշինքով ինչ-որ մնացել է, ասում են կրճատվել է, չէ, այսինքն այսպես հիմա մենք ինչ ունենք իշխանություն, որը ժողովուրդը կանգնեց պահեց, բայց 50-ի վրա պահեց, իսկ ունենք գործադիրի մասին է խոսքը, իսկ ունենք օրենսդիր իշխանություն, որը հաշվեք 12 հատ եւ 29-ը հաշվեք քանի տոկոս այդքանով Հայաստան չի։ Եվ դա Ռուսաստան է, այն ժամանակ եւ Ռուսաստանը սրընթաց անգում է գնում, քայքայում է գնում, եւ Եվրոպան եւ Ամերիկան համառորեն փրկում են հայաստանյան վիճակը, փրկում են, բայց չեն անում։ Սրանք պարտություններ են, եւ սրանց ախորժակները կմեծանա, если կտեսնեք ագրեսիվությունը, կտեսնեք համառությունը, նպատակը մեկն է լինելու։ Դուք ասեք, իրենք չեն ասելու, իրենք ասեք, չէ, իրենք ասելու են, ինչու, որտեղ Մոսկվայի գիծը հաց ենք ունենալու, պարոն Շիրինյան, չենք ունենալու, որտեղ հակասությունները սրվելու են, չէ, համաշխարհային իրադրությունը հօգուտ Ռուսաստանի չի, հետեւաբար այս գողապետ ուրեմն օլիգարխներինը չի։ Բայց ներքին դասավորումը ավելի վատացավ, Մոսկվայի գործը հեշտացավ, ասեցի, իրենք ձև են անում, թե ենքան էլ լավ չի, ենքան էլ լավ չի, են իմաստով, որ ուզում են վարչապետին հեռացնեին, Մոսկվայից, բայց դա չեղավ, սա մաքսիմում չեղավ, բայց մինիմումը հաջողություն ունեցան, են բատիվ ունեն մի փոխարեն ստացան մոսկովյան ֆրակցիա, մոսկովյան, դա Կրեմլն է, դա պետդումայի մասը, սա պետք է հասկանալ թե չէ, թե չպետք է բացենք փակագծեր, ասենք, ես ինչ լավ բան եղավ։ Եվ սա շատ բաներ կան, սխալների արդյունք է։ Եվ երկրորդը կա, ասել եմ կրկնեմ, դեմոկրատական ուժերը Հայաստանի խորհրդարանում տեղ չունեն։ Երկու ընտրություններ դա այն է, ինչու չունեն, որտեղ Հայաստանում կա պարլամենտ, չկա պարլամենտարիզմ։ Չի կայանում դեմոկրատական պետությունը մինչև վերջ քաղաքական կուրսը հռչակված է, համար պայքար է գնում, աշխարհով համագրանք կա, ներսից կա, բայց չի կարող, պլյուրալիստական ազգային ժողով գոյություն չունի։ Դուք հասկանում քրիստոնեություն առաջին անգամ պետական կրոն հռչակած ժողովուրդը, պետությունը չունի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ֆրակցիա։ Պատգամավոր չունի, դուք պատկերացնում եք ազգային աղետի չափը սա։ Ինչի որ ես եմ ու մերոնք են։ Աշխարհում առաջինը այդ փափուկ ուժի ամենահզոր գործոնը
աշխարհին վենսի արտահայտությունը հիշեք։ Եվ այդ ժողովուրդը համառորեն չի ուզում ունենալ կամ չեն թողում որպես քրիստոնյա ժողովրդավարական ուրեմն այդ համախումբ առաջանա ազգային ժողովում, որ այն պետությունը շատ է մասել, որը օգտվելու շատ հնարավորություն ունի, այդ օգտությունը եւ փաստորեն ինչ-որ ողորմելիների ջանքերի շնորհիվ նաեւ, ոչնչությունների։ Բարձ է։ Ես կան ուզում եմ ասել, հիմա մնացածը կտեսնենք, բայց մի բան պետք է իմանաք հստակ։ Քանի կա Մոսկովը, Հայաստան հանգիստ չունենալու։ Քանի կա Մոսկովը, Հայաստանում խնդիրը մնում է խորքի մեջ իշխանափոխություն։ Եվ այդ Գագիկը կանի, թե Բողոսը կանի նշանակություն չունի, այսպես ասեմ, վերջացնենք։ Հիմա այն Վարդանյան Ռուբենը Բաքվում է։ Մոսկվան ով է անում։ Ինքն է ուղարկել։ Հիշում է Մոսկվան, որ իր օլիգարխին ուղարկել է։ Բաքու ինքն է ուղարկել։ Սամվելին էս կծելու են էլի։ Եստեղ նաև երկրորդ մաս կա, նրանք ովքեր որ հայ են ազգությամբ եւ հայկական կապիտալ չագերտավոր կա։ Մոսկվան դա ոչնչացնում է օլիգարխների հետ միասին։ Կծել է ժողովրդի քացուտակ սրանց։ Ու հիմա Սամվելին հեղինակությունը չունի ինչ որ ուներ։ Ունի, եթե ռայմ մի բան էր, Սամվել, ով գիտե, տաշը Սամոյին ասում։ Բնշո մարդիկ համագրում էին։